Բարոն Քոչարյանը պետք է նախ եւ առաջ մեր ժողովրդին ներողություն խնդրե, որ իր մեղսակցությամբ մենք գործրեցինք Արցախը, պետք է ներողություն խնդրե, որ իր ղեկավարությամբ քրեա օլիգարխիկ մշակույթը առավել զարգացավ Հայաստանի մեջ եւ հայկական պետականության ֆոնդերը թալանվեցան, անշարժ քույքեր մասսայական չափով թալանվեցան եւ նաեւ 2020 թվին իր գլխավոր մեկսակցությամբ եւ իր նման ռեսաստրուկները բեմատրեցին, բեմագանացին 2020 թվի 44 օրյայի բարդությունը եւ նաեւ 2023 թվի սեպտեմբերին Արցախի հայաթափումը բարոն Քոչարյանը պետք է իր արժանի դերը գտնա հայոց պատմության մեջ նուբարաշենի քրեա գդարողական հիմնարկեններս իր ճագերդյալ ծառայությունը մատուցելով եւ ես կզարմանամ իմ նման պետք է ասել տասնյակ հազարավոր հայեր զարմացած են եւ ապշահար են եւ նաեւ զայրացած են որ իր նման եւ ընդհանրապես 5-րդ չարասյան այսօր այսպես կոչված իբրև ընտիմության փաղկացուցիչ դարերը ազատության մեջ անբադիժ գործեն եւ իրենց հակապետական նկարտումներով հանդես կգան Ավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար